Բարի օր, ձեզ հետ Կարենն է։ Մենք շարունակում ենք ուսումնասիրել մեր սոֆտ ընկերության առևտրի և պահեստների կառավարման ծրագրի գործառույթները։ Այսօր խոսելու ենք ապրանքների գույքագրման մասին։ Ապրանքների գույքագրումը ծրագրում կատարվում է պահեստներ, գույքագրում պատուհանի միջոցով։ Բացված պատուհանը բաղկացած է երկու մասից։ Վերևի հատվածը նախատեսված է գույքագրման գործընթացների համար և հասանելի է 3 ներդիրի տեսքով։ Ներքևի հատվածը նախատեսված է գույքագրման ընթացքում հաշվարկված ապրանքների քանակը արձանագրելու համար։ Գույքագրման արդյունքները մուտք անելիս առաջին գործողությունը, որ պետք է անենք, դա մուտք գործենք քանակի ճշտում ներդիր և ընտրենք գույքագրվող պահեստը պահեստ ցանկից, որից հետո մեզ հասանելի կլինի պահեստում փաստաթղթերով առկա ապրանքների ցանկը։ Հաջորդ քայլով պետք է անցնել բոլոր ապրանքների ցանկի վրայով և մուտքագրել արդի քանակները։ Եթե գույքագրման արդյունքում ապրանքի փաստաթղթային և իրական քանակները համընկել են, ապա ծրագրում արձանագրելու համար պետք է ընտրենք ապրանքը և սեղմենք ճշտում կոճակը, որից հետո այն կհայտնվի վերադիր պատուհանում։ Պատուհանում ապրանքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի ոչ ակտիվ կարգավիճակով, իսկ ապրանքի պիտանելիության ժամկետը, արտադրման ամսաթիվը և ունիկալ կոդը կարելի է մուտքագրել, որից հետո պետք է սեղմել գրանցման կոճակը։ Գրանցումից հետո գույքագրված ապրանքը կհայտնվի պատուհանի ներքևի հատվածում գտնվող ճշտված ապրանքների ցանկում, նույն հաշվարկային քանակով։ Եթե գույքագրման ընթացքում ապրանքների իրական քանակը ավելի մեծ է, քան հաշվարկայինը, տարբերությունները ծրագիր մուտք անելու համար պետք է ցանկից ընտրել ապրանքը և սեղմել ավելացում կոճակը, որից հետո կհայտնվի վերադիր պատուհանը։ Բացված պատուհանում մուտք ենք անում գույքագրման ընթացքում արձանագրված հաշվարկված իրական քանակը։ Եթե ապրանքը չափվում է նաև մասնիկներով, վերջիններից քանակների ճշտման համար նախատեսված է հավելել պատուհան։ Այնուհետև կարող ենք մուտք անել ավելացված ապրանքների արտադրման ամսաթիվը, պիտանելիության ժամկետը և ունիկալ կոդը, որից հետո փոփոխությունները պահպանելու համար պետք է սեղմենք գրանցել կոճակը։ Գրանցումից հետո գույքագրված ապրանքը կհայտնվի պատուհանի ներքևի հատվածում գտնվող ճշտված ապրանքների ցանկում, նոր հաշվարկված քանակով։ Եթե գույքագրման ընթացքում բացահայտվել է, որ ապրանքի հաշվարկային քանակները ավել են, քան պահեստում իրականում կա, ծրագրում ապրանքի քանակը նվազեցնելու և պահեստի քանակին համապատասխանեցնելու համար պետք է ընտրել այդ ապրանքը և սեղմել պակասեցնել կոճակը, որից հետո կբացվի համապատասխան վերադիր պատուհանը։ Բացված պատուհանի համապատասխան դաշտում մուտք ենք անում իրական քանակը, որից հետո ծրագիրը ենթակա է դուրսգրման դաշտում ցույց կտա ապրանքի այն քանակը, որը դուրս է գրվելու։ Քանակային փոփոխությունները պահպանելու համար պետք է սեղմել գրանցել կոճակը։ Գրանցումից հետո գույքագրված ապրանքը կհայտնվի պատուհանի ներքևի հատվածում գտնվող ճշտված ապրանքների ցանկում նոր հաշվարկված քանակով։ Ինչպես վարվել, եթե գույքագրման ընթացքում գտնվել է մի ապրանք, որը չկա ընտրված պահեստում առկա ապրանքների ցանկում։ Վերջինս ծրագիր մուտք անելու համար պետք է մտնենք ավելցուկի մուտքագրում ներդիրը։ Պահեստի մուտք դաշտում ընտրում ենք այն պահեստը, որտեղ գտնվել է ավելցուկը։ Հաջորդ քայլով ապրանքի որոնման պատուհանում ընտրում ենք ապրանքը։ Մյուս դաշտերում հաջորդաբար լրացնում ենք ապրանքի ատրիբուտները՝ քանակը, գինը, ինքնարժեքը, զեղչը, մանրածախ և մեծածախ գինը կամ համապատասխան վերադիր տոկոսները։ Եթե առկա են, լրացնում ենք նաև արտադրման ամսաթիվը, պիտանելիության ժամկետը և ունիկալ կոդը։ Հետո սեղմում ենք գրանցել կոճակը, որից հետո ավելացված ապրանքը կհայտնվի ճշտված ապրանքների ցանկում։ Ի դեպ նշեմ, որ ճշտված ապրանքների ցանկը թարմացնելու համար պետք է սեղմել թարմացնել կոճակը։ Պետք է ասել, որ գույքագրման արդյունքները մուտք անելուց հետո ծրագրում առկա պահեստների մնացորդները կհամապատասխանեցվեն գույքագրման արդյունքների հետ։ Գույքագրման պատուհանի վերջին ներդիրը վերջին գույքագրում ներդիրն է, որտեղ կարող եք տեսնել իրականացված գույքագրումները, տարբեր գույքագրումների ընթացքում կուտակված ճշտված ապրանքների ցանկը։ Եթե ցանկանում եք տեսնել տեղեկատվություն բոլոր պահեստների մասին, ապա կարող եք ընտրել ցանկացած տարբերակ։ Եթե մեզ հետաքրքրում է կոնկրետ պահեստ, ապա պետք է ընտրենք այն պահեստ ցանկում։ Եթե ավելի մանրամասն ուսումնասիրության կարիք կա, կարող եք որոնում կատարել նաև ճշտված ապրանքների ցանկում, կարգավորելով ժամանակահատվածը, պահեստը և վերջում սեղմելով թարմացնել կոճակը։ Այսքանը գույքագրման մասին։ Մաղթում եմ ձեզ հաջողակ օր, ցտեսություն։